Հայոց լեռնաշխարհից եւ Armnews-ի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Բարև ձեզ, դուք դիտում եք Arm Comedy 4 լրատվական հաղորդումը, որը 4-ով վարում է Սերգեյ Սարգսյանը եւ Նարեկ Մարգարյանը, իսկ մեր ամերիկամետ փոխկապների պատճառը ԱՄՆ դեսպանն է, որ այսօր գալու է մեզ հյուր ու թող իրենց գա ինչպես տանը։ Այո, իսկ այսօր դեկտեմբերի 5-ն է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը այսօր նշում է Նինջայի օրը։ Շնորհվում ենք բոլոր նինջաներին, ներառյալ նինջա կրյաներին եւ մաղթում ենք իրենց ընտանիքներին անպակաս, լիարժեք, երջանկություն եւ առողջ ամեն։ Arm Comedy-ն միշտ կարևորել է նինջաների սոցիալական դերը մեր հասարակության բնականոն զարգացման մեջ։ Բայց հիմա եկեք ոնց որ անոնսը դիտենք։ Քանի տոկոս կկազմի գնաճը եւ ինչ անել ամանորի ճոխ սեղան ունենալու համար։ Աժեյում պետք է քվեարկեին Ռուսաստանի հետ միության դեմ կամ կողմ։ Տեսեք ինչ եղավ։ Ամերիկայի դեսպանը դիմեց ծիրանագույն քարտ ստանալու, արդյոք նա կհաղթարի մշակութային թեստը։ Ինչ է թաքնվում դեղին վերնագրերի հետևում, Arm Comedy-ի բացահայտումները։ Քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Լրահոսը ոտի վրա, վարչապետ Հովիկ Աբրահամյանը թանկացումների հետ կապված կոչ արեց ձգել գոտիները։ Ամեն դեպքում Ես ցանկանում եմ ասել, այո, մենք պետք է մեր գոտիները մի քիչ ձգենք, ելնելով իրավիճակից տարածաշրջանում ստեղծված։ Դե բա պետքա ձգենք, բա ինչ անենք։ Իսկ այն մարդկանց, ում գոտին արդեն են վերջի անցքից է ձգած, կառավարությունը անվճար բիզ կբաժանի նոր անցք ավելացնելու համար։ Աշխարհը շարունակում է վստահ լինել, որ Իրանը շատ փակ, պահպանողական ու լոքշ երկիր է, որովհետև նրանք չեն տեսել սա։ Բա, իդեպ մեր մոտ էլ մեկը փորձեց նույնը անի 38 համարի մարշրուտկայում, բայց այնքան նեղվածք էր, որ ոչ մեկ չնկատեց։ Ամերիկայում հրապարակվեց այս տարվա 100 ամենաարտասովոր անունների ցուցակը ու պարզեց, որ այս տարի մոլորակում ավելացան փոքրիկ Նիվեաները, Նիսսանները, Հենեսիները ու Աուդիները։ Դե սպասենք տեսնենք մեզ մոտ էլ երբ կծնվի առաջին ջերմուկը կամ Grand Candy-ն։ Ինչպես գիտեք, գարեջրի համար կան բազմաթիվ զարդուցքներ, սիսեռիկներ, ձողիկներ, խեցգետին, բայց որոշ մարդիկ ձգտում են ավելի մեծ բաների։ Իդեպ այդ ամերիկացին փորձում է նաև աճեցնել կես կիլոգրամանոց սիսեռի հատիկ եւ թխել կաղնուց առիչափ աղիձող։ Հյուսիսային Կորեայի իշխանությունները արգելել են երեխաներին դնել առաջնորդ Կիմ Չեն Ընի անունը ու արդեն դրածներին էլ պարտադրում են անունը փոխել։ Չեն Ընը հələ հեչ, բայց Կիմը շատ տարածված անուն է ու դեռ պարզ չի ինչ պետք է անեն միլիոնավոր Քիմերը։ Պարզ չի նաև կազդի արգելքը Քիմ Կարդաշյանի եւ Քիմ Բալայանի վրա։ Սոչի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ռեստորաններից մեկում պահվող արջին ատվյորտկա կոկտեյլ խմացնելու համար։ Ռեստորանի տերը իր կողմից բացատրել է, որ ստիպված են եղել գնալ այդ քայլին, որովհետև արջը կտրուկ հրաժարվում էր ջին տոնիկից եւ մարտինից։ Ազգային ժողովում Իրիգուն էր, հրակարմիր մի Իրիգուն։ Արևը մայր էր մտնում արևմուտքում։ Այս անգամ հյուսիսում էր մայր մտնում, որովհետև քննարկվում էր Ռուսաստանի հետ տնտեսական դաշինքի մեջ մտնելու հարցը։ Վարդան Այվազյանը շատ հեռվից սկսեց խոսել ԵՏՄ-ի պլյուսների մասին։ Լյուքսեմբուրգը, որ Հայաստան ամբողջ աշխարհում համախառն ներքին արդյունքի աճով յուրաքանչյուր շնչի նենգնող առաջնատարն է 111,300 $։ Դա էլ ասեմ, 3.1% 2010 թվականին, 1.9% 2011-ին, -0.2 2012-ին եւ նախատեսում է իբր թե դեռ 1.9% այս տարի։ Նախատեսում են, այդ լյուքսեմբուրգցիք ստենցել մարդ չդառան։ Ինչի։ Դե որովհետեւ այս սենց են նրանք նախատեսում։ Լավ, ուրիշ հիմնավորումներ ԵՏՄ-ի օգտին։ Սա հնարավորություն է ամմաքս առևտուր կատարելու այս 3 երկրների հետ, հնարավորություն է միասնական այդ մաքսային այդ սահմանը օգտագործելու հնարավորություն է։ Այսինքն հիմա ինչ լավ բան ենք անում, ասենք չի կարելի։
Չէ, դες բան չասենք, էլի, հա, ոչ չի կարելի, մենք լավ բանի մեծ երկրպագուներ ենք։ Ժողովուրդ, ո՞նց ես վերաբերվում լավ բանի։ Ընտիր, ես լավ բաներ շատ եմ սիրում։ Իսկ նախորդ լավ բաներից ո՞րն է մոտդ տպավորվել։ Բանը լավ դուք հենց բան արեք, ես հեսա մի հատ բան անեմ։ Լավ, դե ՀԿ-ն փորձում էր համոզել, որ ԵՏՄ-ն ճիշտ է, բայց քննարկումը միայն թեժանում էր, դիտենք ԲՀԿ-ի հակահարվածը։ Հայաստանը կարող է ունենալ տնտեսական օգուտներ ԵՏՄ անդամակցությունից, մասնավորապես մենք տնտեսական քաղաքականություն իրականացնելու պարագայում կարող ենք եւ հնարավորություն ունենք ավելացնել մեր արտահանման ծավալները։ Այսենց անխնապայքար էր գնում ԵՏՄ պայմանագրի շուրջ։ Բայց ԲՀԿ-ն էլ ոնց որ ագին կողմ է, ոնց հասկացա։ Դե հա, բայց այդտեղ պայքարը մի քիչ ուրիշ ձև է, էլի։ Պայքարը նրա շուրջ է, թե ով ավելի ուժեղ կկարողանա արտահայտվել ԵՏՄ-ի կողմ։ Լավ, դե լսենք նաեւ այլ կարծիքներ։ Հակը տեսնենք ոնց է իշխանության պորտը տեղը դնում։ Հայաստանի ժողովրդական կուսակցությունում Վերակազմավորյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունում, Հայ ազգային կոնգրես կուսակցությունում եւ ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցությունում տեղի ունեցած քննարկումներից լիազորված եմ վերոհիշյալ կուսակցությունների անունից հայտարարել, որ խմբակցությունը կողմ կքվեարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին։ Բայց ոնց որ այդպես թերջ չի քննարկումը։ Ոնց չտեսար ինչ լարված վիճակում էր կարծիքների բախումը գնում։ Ինչ կարծիքների բախում, բոլորը նույն բանն են ասում, ի՞նչն է այստեղ լարված։ Դե օրինակ Զուրաբյանի փողկապը տեսակ ոնց որ այսինքն մտել լարվածությունից այստեղ։ Գազանություն։ Լավ, գուցե ՕԵԿ-ը ընդվզի։ Հայաստանի համար ԵՏՄ-ին անդամակցումը քաղաքական, տնտեսական եւ անվտանգության օրակարգային հարց է։ Հետևաբար հասարակությունը սպասումներ ունի այդ անդամակցությունից, իսկ զգալի մասը դրական սպասումներ։ Ինչ որ մեկը մի փոքր ինտրիգ կմցնես քննարկման մեջ։ Զուտ որպես հարգանքի տուրք թեժ աշնանը։ Տղաներ հանգիստ, ԱԺ-ում դեռ կա Զարուհի Փոստանջան ու հայտնի օրենքի համաձայն, եթե բեմում կա Փոստանջան, ուրեմն ինչ որ պայի հաստատ կկրակի։ Власти в России слишком много, и она практически бесконтрольна. Массы, во имя и при поддержке которых все как бы совершается, легко купить, завербовать, увлечь, обмануть. Ոչինչ որ միջևեր չլսենք։ Ահա, նորմալ է։ Մի խոսքով Փոստանջանը դեմ է ԵՏՄ-ին։ Իսկ այդ ռուսերեն մեջբերումը գրգռեց բազմաթիվ հայոց լեզվի էնտուզիաստների նյարդերը։ Ինչ եք բղավում, թույլ տվեք։ Հանգիստ, լեզվի մասին օրենքն եք խախտել։ Դուք շուտով այս ամբիոնից, որ շարունակեք այդպես, դուք էլ եք ռուսերեն շարունակելու խոսել։ Եկեք մի բան հասկանանք, վերջում բոլորս մեկա չինարեն ենք խոսելու, նենց որ մի քիչ հանդուրժող լինենք։ Իսկ որոշ պատգամավորներ շեշտը դրեցին նրա վրա, թե ինչի չեն ուզում, որ Եվրոպայի հետ սերտացնենք հարաբերությունները։ Չեմ ուզում տեսնել կոնչիտաների խրախճանքը։ Չեմ ուզում, որ քաղաքացիական հասարակության անվան տակ հասկանան տարբեր գրանտներով սնվող եւ նրանց պատվիրված երաժշտությունը կատարող ագրեսիվ խմբերին։ Ախր հենց նոր տենց մի գրանտ էլ ձեզ են տվել, ձեր կառավարությանը։ Նույն Եվրոպան, որը նույն ձեռքով համ կոնչիտային ա կպել, համ ձեզ էլ գրանտ ա տվել։ Այսինքն դա ձեզ ինչ ա դարձնում։ Լավ։ Մի խոսքով քվեարկեցին, ընդունեցին պայմանագիրը։ Մի հատ խնդրենք մայստրոն իտոկ տա այս թեմային։ Իշխանության իմիջի եւ խնդիրը եւ հայրենասիրությունը կապված է հենց նրանով, որ ժողովուրդը լավ է։ Ավելի լավ դեռ երբեք չէր ասվել։ Երևի չի էլ ասվի։ Ամեն օր պատմենք, ամփոփում ենք մուկդեղին վերնագրերը մամուլում գնաց։ Սենց վերնագիր, ԱՄՆ-ում կալանավորել են 18 կիլոգրամ քաշով 15-ամյա աղջկա հորը։ Վերնագրի ինտրիգավորում է ու կարդում ես, տեսնում ես, որ լուրի 90%-ը հենց վերնագրի մեջ է։ Հոդվածում մաքսիմում իմանում ես, որ դեպքը եղել է Ինդիանապոլիսում, ու մեր հետ вообще կապ չունի։ Մի քանի օր առաջ հայտնվեց այսպիսի վերնագիր. Ռուսաստանում մարդիկ պարտավորված կլինեն աշխատել միայն մասնագիտությամբ։ Դուման հետո այդ լուրը հերքեց ու դե դա հասկանալի է, հենց պատգամավորներն են, որ այնտեղ մեկը բռնցքամարտիկ է, մեկը ֆիգուրիստ է, մյուսը չգիտեմ ակրոբատ է։ Դե լավ, նարեք։ Այլ վերնագիր, հայտնի երգչի գլյուկոզան մերկացել է։ Բաբաբաբամ, ու ինչ, այո, իրոք մերկացել է։ Ուղղակի տենց աղը այն է, որ շատ նման մերկացել էր նաև Պիրելի ամսագրի համար, ինչ որ նախկինում։ Իսկ նկարը կա։
Հա, մեր կողմից լավ նկար կա այդ օքսիստեմ։ Եվ ադրբեջանական դեղին վերնագիր լավաշը դադարեց հայկական մշակութային ժառանգություն լինել։ Այո, հարևանները այնքան վառված են, որ իրենց մշակույթի նախարարությունը ասեց իբր ՅՈՒՆԵՍԿՕ-ն խմբագրել է կայքում տեղեկությունը ու գրել է, որ Հայաստանի տարածքում են լավաշ թխում, այլ ոչ թե որ լավաշը հայկական ժառանգություն է։ Բայց մենք մտանք, ստուգեցինք, պարզումա սևով սպիտակի վրա գրած է հայկական խոհանոցի կարևոր մասնակազմում։ Բայց շարունակենք ադրբեջանցիների տրամաբանությունը։ Լավաշը թխում են Հայաստանի տարածքում, ադրբեջանցիները թխում են լավաշ, Ադրբեջանը հայկական տարածք է։ Քաղաքական երկիծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Դրամի արժե զրկումը աշխուժացրեց Լևի Change անող մեր համաքաղաքացիներին, որոնք պարզվեց 90-ականներին չէին անհետացել, ուղղակի թաքնվում էին մեր մեջ եւ ինչպես նաեւ տեղական արտադրությունը աշխուժացավ։ Արդեն նկատում եմ որոշ ապրանքատեսակների թանկացում, բայց հուսով են կառավարությունը սրա դեմը կառնի։ Մոնիտորինգ ենք իրականացրել 5%-ի շրջանակներում է գնաճը, որը ես նորմալ եմ համարում։ Ով էր ասում երկրում չկա աճ։ Աճ կա, ուղղակի գնաճ է։ Ու 5%-ը քիչ բան չի։ 5%, ով ավելի շատ կտա։ Չէ, մեզ հիմա ավելի քիչ է պետք։ Հա, վարչապետը ասեց 5%, ով ավելի քիչ կտա։ Ընդհանուր գնաճի մակարդակը 4%-ից ավել իր տատանումների միջակայքով չի ավելանալու։ Փոխվարչապետը ասում է 4%-ից ավել չի անցնի, ով ավելի քիչ կասի։ Փոխվարչապետ չկա երկրում։ 4% 1, 4% 2։ Հուսամ սեղանին չես խփել դրանով։ Չէ, աննորմալ չէ, որ խփեմ կհաստատեմ գնաճը։ Կարող է ջրվում է այս ամեն ինչը։ Ուղղակի դա պետք չէ կապել ներքին տնտեսական զարգացումների հետ, դա ուղղակի տարածաշրջանային, ուրեմն տնտեսության այդ վերուվարի պատճառներն են, որ բացասական ազդեցություն են ունենում։ Էլի տարածաշրջանն ու միջազգային շուկան են համահանում։ Իսկ նավթը, որ էժանում է ամենտեղ, ինչի է մեր մոտ բենզինը 10 դրամով թանկացել։ Այդ մեկի բացատրությունը կա։ Եվ կարծես թե մի քիչ էլ մեր ժողովրդի անվստահությունն է։ Որովհետև չենք վստահում։ Դե մի քիչ վստահի էլի դու էլ ժողովուրդ։ Ոնց վստահեմ, եթե դոլարի կուրսը ոնց որ կարդիոգրամա լինի, մեկ վերև, մեկ ներքև, մեկ վերև, մեկ ներքև։ Դե պետքա վիզ դնենք, Ժող ջան։ Ամար դուք ինձ բացատրեք ինչի է կատնամթերքը թանկանում։ Մեր կովերը մենակ դոլարով են աշխատում, լսի մեր կովերը, չէ։ Մերն են, բայց լավ, մի րոպե թող մասնագետները բացատրեն սա։ Հա, էլի։ Եթե մենք կատնամթերքը ամբողջովին ինքներս ենք արտադրում, թանկացում տեղի չի ունենա։ Իսկ եթե ներմուծում ենք, բնական է տեղի կունենա։ Հասկացար։ Անկեղծ ասած, չէ։ Դուք անկեղծ ասած, չէ, լավ, մի հատ էլ փորձենք։ Հենց նոր տարվա օրերն է գալիս, աշխարհի տարբեր երկրներում դեպի էժանացում են գնում, որովհետև շրջանառությունն է մեծանում, մեզ մոտ թանկացումն է գնում, որովհետև շրջանառությունը շատ փոքր է լինում։ Ժող ջան, հիմա parza ինչ պետք է անես։ Դիմանամ, գոտիները ձգենք։ Չէ, այ քո ցավը տանեմ, շրջանառությունը մեծացրու։ Հիմա ինչքան սպառում ես, 2-3 անգամ ավել սպառի։ Հա, բայց դրա համար շատ փող է պետք։ Դու տնտեսությունից բան չես հասկանում, ինչքան շատ սպառես, այդքան քո փողը կշատանա։ Հա, դե լավ, դե գնամ մեգա գնումներ անելու։ Լսի, բայց ես կանոնը աշխատում է դասական տնտեսություններում։ Մերը մի տեսակ ոնց որ կոլորիտային է, որ տնան ծախսում է, հա կբարձրացնեն ու կբարձրացնեն ու լսի ճիշտ ես ասում։ Ժողովուրդ հետ արի, ժողովուրդ հետ արի։ Եվ այսպես այսօր մեր հյուրն է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը։ Բարև ձեզ, պարոն Հեֆերն, ուրախ ենք, որ այստեղ եք։ Ես էլ եմ շատ ուրախ։ Եվ այսպես դուք հեռանում եք։ Մենք ենք համահանել, ինչ որ բան ենք ասել։ Սենատը այս պահին պետք է հաստատի ինձ հաջորդող դեսպանին, Ռիկ Միլսին, շատ փորձառու դիվանագետի։ Բայց Սենատի հաստատումը որոշ ժամանակ կարող է պահանջել։ Կարող է մի քանի շաբաթում հաստատեն, կարող է մի քանի ամսում, այնպես որ մի որոշ ժամանակ այստեղ կլինեմ։ Հրաշալի 3 տարի այստեղ անցկացրեցի։ Մի փոքր էլ կմնամ, դեռ անելիքներ ունենք մինչև ժամկետը պարզ կդառնա։
Որոնք են ամենահիշարժան պահերը Հայաստանում, ես նկատի չունեմ դիվանագիտական աշխատանքը։ Շատ բան հասցրեցինք անել 3 տարվա մեջ։ Աշխատեցինք խելացի հայ երիտասարդների հետ։ Ես շատ մեծ ուշադրություն էի դարձնում տնտեսական ոլորտին։ Փորձում էինք աշխատատեղեր ստեղծել, ներդրողներ գտնել։ Շատ աշխատեցինք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ, կրկին նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով։ Կարծում եմ ամենահիշարժանը հենց այդ տնտեսական աշխատանքն էր, որ կատարեցինք ձեր ընկերությունների, երիտասարդների, համալսարանների ու կառավարության հետ։ Իսկ ինչ եք անելու այն մի քանի հազար տարեկան կոշիկի հետ, որ գտակ Վայոց ձորում, կարող եք ձեր հետ տանեք։ Չեմ կարծում թանգարանը կթողնի ես այն հետս տանեմ, բայց շատ ուրախ եմ, որ այս հարցը տվեցիր։ Այդ 5500 տարեկան կոշիկը, որ գտանք Վայոց ձորի քարանձավում, Հայաստանում հնագիտական զբոսաշրջության մեծ պոտենցիալի հրաշալի օրինակ է։ For archaeological tourism. Ինչ կլինի ձեր Twitter-ի հետ, երբ մեկնեք։ Մենք ընկերներ կմնանք։ Are we going to remain friends? Երբ վերադառնամ Վաշինգտոն, աշխատանքս այսքան հետաքրքիր էլ չի լինի։ Գուցե այսքան ակտիվ էլ չլինեմ, բայց Twitter-ում կմնամ։ Բայց մի խնդրանք ունեմ։ Այս նկարը արդեն երկար ժամանակ է պահում եմ իմ Twitter-ի էջում ու արդեն ձանձրացել եմ։ Ո՞նց է ձանձրացել եք։ Այո, երևում է ինչի եք ձանձրացել։ Ձանձրացել եմ այս նկարից։ Նարեկ, կարծում եմ ես ու դու պետք է սելֆի անենք նախքան իմ գնալը, որ փոխարինենք այս 5 նկարը։ Կարող ենք։ Եկեք հենց հիմա էլ անենք։ These guys. Okay. Yeah, well actually, now that you mention it, I'm a little Մի բան էլ կար, որ ուզում էի նշել։ Մի փոքր ինձ հիասթափեցրեցիք։ Ինչ է պատահել։ Մհերնա համահանել։ Well, last year I was very Անցյալ տարի մենք մրցանակ ստացանք որպես ամենաակտիվ դեսպանատուն Հայաստանում։ Դուք էլ դա ցույց տվեցիք։ Embassy was selected by their viewers as the most active embassy in Armenia. And y'all covered it. I was Ես անընդհատ հույս ունեի, որ ձեզնից էլ ինչ-որ մրցանակ կստանամ։ Arm Comedy-ից ինչ-որ մի հուշ։ There is no such a thing as disappointment. Arm Comedy-ն երբեք չի հաստատեցնում դրա համար այսօր այստեղ ձեզ նվիրում ենք մեր մեգա բաժակը։ Mega Mug Award as we call it. Oh, I'm excited. Ինչ է վրան գրած։ It says Մեգա բաժակ, իրավունքները պահպանված են։ Մեգա բաժակ։ Եվ անտեսանելի թանկով գրված է հատուկ դեսպան Հեֆերնի համար։ Եվ գիտեք ինչ, սուրճը մեգա բաժակով ավելի համեղ է։ Իսկապես։ Ես էլ ձեզ էի մի բան խոստացել 1 տարի առաջ, բայց չստացվեց խոստումը կատարել։ Was a really important American Խոստացել էի Քոնան Օբրայենի արձանը, որ նա Հայաստանին էր նվիրաբերել, բայց չկարողացանք այն բերել։ And I was never able to deliver that, so I'm sorry. Կներեք, բայց փոխարենը սա եմ բերել, որ խոստումս գոնե մասամբ կատարեմ։ A famous, world famous Վայ Քոնանն է։ Conan O'Brien. Whoa. Yes. Bubblehead. All right. And I one for you too. All right. Շատ շնորհակալ եմ մրցանակիս համար։ Thank you very much. Thank you. Հա, մհեջ։ Կներեք green card-ի մասին էի ուզում հարցնել։ Talking about green cards though, բայց քանի green card-ի թեման բաց է, շատ հայեր դիվում են green card ստանալու համար։ Մենք էլ մտածեցինք, որ կարելի է քաղաքացիություն ստանալու փոքրիկ քննություն կազմակերպել ձեզ համար։ Մի քանի հարցի պատասխանեք եւ գուցե կստանաք ծիրանագույն քարտ։ Հա, իհարկե, փորձենք։ We have a questionnaire. All right. I'm ready. Որ երկիրն է առաջինը ընդունել Հայաստանը։ Չթողեցիք ավարտի հարցը։ Դե այսքան ժամանակ է այստեղ եմ, իհարկե գիտեի ինչ պետք է հարցնի։ Okay, next question. How do you eat Ինչպես կուտեք խաշը, գցալով, պատարակաղով, թե չինական փայտիկներով։ Սա շատ կարևոր հարց է։ Ես իմ բաժին խաշը իհարկե բազմիցս կերել եմ։ Գիտեմ, որ խաշը հատուկ ծիսակատարություն է եւ կա խաշ ուտելու միայն մեկ ընդունելի ձև։ Խաշը պետք է ուտես ձեռքով։ Շատ պահպանողական չեք։ Ամեն բան իր ճիշտ ձևն ունի, Նարեկ, պետք է ճիշտ ձևով խաշ ուտել։ Հələ որ լավ է գնում։ Դնում ենք պլյուս։ Alright։ Հետո էլի, ախր եթե կարևոր հարց։ Ես բարեկամներ ունեմ Լոս Անջելեսում, կարող եմ իրանց այցելել գոնե մի քանի օրով։ Who of the հետևյալ հայտնի մարդկանցից ով է հայ։ Are Armenian. Okay. Շերը, Անդրե Աղասին, Ջասթին Բիբերը։
Ինձ թվում է բոլորն էլ հայ են։ Ես Հայաստանում մի բան իմացա. բոլոր հայտնի մարդիկ հայ են, քանի դեռ հակառակը չի ապացուցվել։ Երեքն էլ հայ են։ Այո, իհարկե, ճիշտ պատասխան։ Ինչ է նշանակում 29 թիվը։ 29 It's the number of years. Դա այն տարիքն է, որով Երևանը Հռոմից էլ մեծ է, 29 տարով։ Bingo, լավ վաղուց եք ստեղ, հա։ Okay, final question. Վերջին հարցը, կենտրոնացեք խնդրում եմ։ Եթե Զեյթունից պետք է հասնեք Մաշտոցի պողոտա, որ երթուղայինը պետք է նստեք 75 համարը, թե 38։ Սա ծուղակային հարց է։ Բոլորն էլ գիտեն, որ 75 համարը բոլորովին այլ երթուղով է գնում։ 75-ով տեղ չեք հասնի։ Եվ իմ գաղտնի աղբյուրները հուշում են, որ 38 համարը միշտ այնքան լիքն է, որ անհնար է նստել։ Էնպես որ ոչ մեկը։ Հրաշալի է։ Ես բարդացնում եմ հարցը։ Ինչ է իմ հարևանի անունը։ Քո հարևանի ամբողջական անունը Ավետիս է, որովհետև իրեն բոլորը Ավո են ասում։ Որտեղից գիտեք այս ամենը։ Ստանում եմ ծիրանագույն քարտը։ Այո, բայց կարող է մի փոքր ժամանակատար լինի, հարցազրույց պետք է անցնեք։ Ընթացակարգեր կան, որոշակի թղթեր պետք է լրացնեք, կարող է մինչև 5 տարի ձգձգվի ընթացքը։ Բայց քարտը կստանաք։ Որ գնալու լինեք ինձ ձեզ հետ կտանեք Ամերիկա։ 20 կիլոից ավել բեռ չեն թողնում տանել։ Դու 35 կիլո ես։ Ես ուզում եմ ասել, որ շատ շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար։ Շնորհակալ եմ Armnews-ից, Armcomedy-ից այս հաղորդումը հեռարձակելու համար, որովհետև Հայաստանը զարգացող ժողովրդավար երկիր է ու պետք է լինի հնարավորություն կատակելու քաղաքականության եւ քաղաքական գործիչների մասին։ Կարծում եմ լավ է Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, որ ձեզ պես մարդիկ կատակում են քաղաքական թեմաներով։ Գտնում եք այդ հետաքրքիր պահերը հանրության մեջ քաղաքական գործիչների ասածներում։ Դա շատ կարևոր է երկրի համար։ Շնորհակալ եմ ձեզնից եւ Armnews-ից այս հաղորդման համար։ Այստեղի միջազգային համայնքը միշտ դիտում է հաղորդումը։ Անչափ շնորհակալ ենք ձեր կատարած աշխատանքի համար, դուք ոչ միայն ԱՄՆ-ին ծառայեցիք, այլև Հայաստանին, շատ հաճելի էր ձեր պես դեսպան ունենալը։ Շնորհակալություն։ Կյանքիս լավագույն 3 տարիները այստեղ Հայաստանի Հանրապետությունում էին։ Ես ու կինս շատ մեծ հաճույք ստացանք։ Ես մենք կհանդիպենք քիչ անց։ Այո։ Կարող եք հաջորդ դեսպան Ռիկ Միլսին ասել, որ Հայաստանում ավանդույթ կա, որ Twitter-ի էջի հետևում պարտադիր պետք է իմ հետ նկար լինի։ Դե Armcomedy-ն էլ այսօր այսքանն էր։ Վերջում եկեք դիտենք վիդեոբոցը։ Մենք սովորենք, որ մեր գլխին պետքա մեկը լինի։ Պարսիկը, թուրքը, ռուսը, լավ չի ռուսի, ոնց որ ասած իշխանության տակ լինենք։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight. You know where that shark bites. Wait, I got a question for you. You've been asking me all these questions. I got a question. Okay. You go to Dillashaw. Yeah. You drink the tap water. Yeah. Did you know that that's the second best water in the entire world? Where's the first one? In Europe? Yeah, it must be Europe. San Francisco, California, the United States of America. Didn't know that. Yeah. Now we know it. Okay. Thank you guys very much.